Նոյեմբերյան համայնքի հաղթանակ գյուղում անցկացվեց ֆուտբոլի ամենամյա արդեն 33-րդ մրցաշարի եզրափակիչ խաղը։ Ավանդույթը չխախտելով խաղից առաջ մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի պաշտպանության համար նահատակված հաղթանակցիների հիշատակի հուշահամալիրում։ Մոտ 3 տասնամյակ համայնքի մարզական այս իրադարձության ամփոփող աջակից ազգային ժողովի падգամավոր հաղթանակի պատվավոր քաղաքացի Շիրակ Թորոսյանի խոսքով հուշամրցաշարը դիմացել է ժամանակի քննությանը եւ կարեւոր դեր ունի համայնքի կյանքում։ Ցույց տվեց ժամանակ, որ կենսունակ հուշամրցաշար է, որովհետև խոսքը գնում է հայրենիքի եւ պետության համար իրենց կյանքը դրած մեր քաչակորով հայրենիների հիշատակի մասին։ Սա ինձ համար նաեւ մեծ պատիվ է։ Մենք մեր ջանքերը չենք խնայում, որ չընդհատվի այն եւ շարունակաբար լինի, քանի որ հուշամրցաշարը նաեւ էականորեն աշխուժացնում է սպորտային կյանքը տարածաշրջանում։ Մենք առաջիկայում փորձելու ենք ծրագրեր ներգրավել, համագործակցել ֆեդերացիայի հետ, համայնքապետարանի հետ, ստադիոնը դարձնել ժամանակակից պայմաններին համապատասխան ստադիոն։ Եղած պայմաններով էլ ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը չի նվազել։ Հուշամրցաշարի նախաձեռնող եւ կազմակերպիչ հաղթանակ թիմի մարզիչ Սպիրիդոն Բրոյանն արդեն 3-րդ սերնդի ֆուտբոլիստերին է դիմավորում գյուղի մարզադաշտում։ 33 տարում միայն մեկ անգամ չեն կայացել խաղերը, այն էլ կորոնավիրուսի պատճառով, որ մարզաձևն այսօր մասսայականություն է վայելում համայնքում, նաեւ այս հուշամրցաշարի շնորհիվ է։ Իմ նպատակը եղել է, որպեսզի մեր տղաները դաստիարակվեն ոգով խիզախ, արի եւ բանակ գնան ծառայելու, գիտենան, որ իրանք արդեն տղամարդ են։ Ես ինքս ֆանատ եմ ֆուտբոլի, ես ինքս խաղացել եմ թիմերին։ Սա արդեն 3-րդ սերունդն է մարզադաշտ դուրս գալի, ես խաղացել եմ իրանց պապերի հետ ես ինքս եմ ֆուտբոլ խաղացել, համ խաղացող եմ եղել, համ կազմակերպիչ։ Հետո իրանց հայրերին, իսկ իրանց որդիներին խոսք եմ տվել, որ իրանց թորների հետ էլ, պապիկների թորների հետ էլ կանցկացնեմ։ Հուշամրցաշարը սկսվել էր ապրիլի սկզբին, մասնակցել էին 8 գյուղի թիմեր, իսկ եզրափակիչ խաղում հաղթական գավաթը նվաճելու համար մրցում են նոյեմբերյան համայնքի Բերթավան եւ Իջևան համայնքի Աչաջուր գյուղերի թիմերը։ Համառ պայքարում խաղի ելքը վճռեց աչաջուրցիների հաղթական գոլը։ Երկու թիմի ֆուտբոլիստներն էլ արժանացան մրցանակների տարբեր անվանակարգերում։ Աննա Զախարյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։